1992 թվականի հոկտեմբերի 21, Մոսկվայի Մարս, Գորկի 10 ավան, համար 1 ձիաբուծական գործարանի տարածքում անհասկանալի ակտիվություն է, ձիերը անհանգիստ են, աշխատակիցները գրասենյակի պատոհաններից նայում են բակ, այնտեղ աշխատում է քննչական օպերատիվ խումբը, ոստիկանական ուժերը հավաքված են աշխատակիցներից մեկի ավտոտնակի մոտ, վկաների ներկայությամբ կողպեքը կոտրում են և ավտոտնակի դռները աղմուկով բացվում են, տեսախցիկը ֆիքսում է յուրաքանչյուր գործողություն, առաջին հայացքից ոչ մի տարօրինակություն, սակայն շատ արագ նրանց առջև բացվում է ևս մեկ մուտք, գետնի վրա, որը տանում է դեպի նկուղ, նկուղից հանում են տարբեր առարկաներ, պարաններ, կացիններ, թեք շեղբով դանակներ, որոնք սովորաբար օգտագործվում են կենդանիների դիակների մասնատման և մաշկազերծման համար։ Բոլոր առարկաների վրա տեսանելի են չորացած արյան հետքեր։ Գտնված բոլոր իրերը հերթականությամբ դասավորում են բակում։ Վերջում բակ են դուրս բերում մետաղական թաս, որի հատակին կար շագանակագույն զանգված, մի քանի սանտիմետր հաստությամբ։ Փորձագետները ավելի ուշ կարձանագրեն։ Դա անչափահաս երեխայի մակարդված արյուն է։ Քննչական գործողություններին հետևում է ավտոտնակի սեփականատերը, ձեռնաշղթաներով կապված։ Նա քննիչներից ծխախոտ է խնդրում, ծխում է առանց հայացքը կտրելու, նայում է արյունով լի թասին։ Ձիաբուծարանում այդ մարդուն ճանաչում էին որպես լռակյաց մի փոքր տարօրինակ աշխատակից։ Նրա իրական անունն էր Սերգեյ Գոլովկին, սակայն հասարակական վախի մարմնավորում նա դարձավ մեկ այլ անունով՝ Ֆիշեր։ 1984 թվական ռոմանտիկ պիոներական ճամբարի մոտ անհայտ տղամարդը հարձակվել էր դեռահասի վրա։ Տղային փորձել էին խեղդել, պարանը վզին գցելով և ծառից կախելով, սակայն նա ողջ էր մնացել։ Կորցրել էր գիտակցությունը, սակայն ուշքի գալուց հետո կարողացել էր վերադառնալ ճամբար։ Նրա մարմնի վրա կային խեղդամաղնելու հետքեր։ Այդ ժամանակ քննությունը գնացել էր պարզեցված ճանապարհով։ Կասկածի տակ էր հայտնվել նախկինում դատված տեղացի բնակիչ, որը հաշվառված էր հոգեբուժական հաստատությունում։ Դեռահասը լուսանկարով ճանաչել էր նրան։ Գործը փաստացի փակվել էր։ Այլ վարկածների խորքային ստուգում չէր կատարվել։ Ավելի ուշ կպարզվի, որ հարձակումը կատարել էր այլ անձ, սակայն այդ պահին քննությունը նախընտրեց արագ և հարմար լուծում։ 1986 թվականի ապրիլի 19-ին Մոսկվայի մարզի Դմիտրովի շրջանում անհետացավ 15-ամյա Անդրեյ Պավլովը։ Այդ օրը նա մոր հետ հյուր էր գնացել տատիկի և պապիկի տուն։ Հետո հեծանիվով գնացել էր անտառ, կեչու հյութ հավաքելու։ Երեկոյան տղան տուն չվերադարձավ։ Անտառում գտան միայն թփերի մեջ նետված հեծանիվը։ Հաջորդ օրը որոնումներին միացավ հայրը, ով շտապ ժամանել էր Մոսկվայից։ Նա էլ հայտնաբերեց որդու մորթազերծ արված դին։ Արձանագրվել էին խեղդամահ անելու նշաններ և դանակի հարվածներ ազդրերի շրջանում։ Դատաբժշկական փորձաքննությունը ցույց տվեց, որ մահից առաջ երեխայի նկատմամբ իրականացվել էր սեռական բռնություն։ Դեպքի վայրի մոտ ականատեսները տեսել էին բարձրահասակ, կոր մեջքով տղամարդու, կանաչ բաճկոնով, ով մոտենում էր մարդկանց և ծխախոտ էր խնդրում։ Ոստիկանությունը կազմեց ֆոտոռոբոտ, սակայն արագ կասկածյալին հայտնաբերել չհաջողվեց։ Մոտ 3 ամիս անց, հուլիսի 10-ին, առաջին դիակի հայտնաբերման վայրից 100 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվեց ևս մեկ զոհիդի՝ 14-ամյա Անդրեյ Գուլյաև։ Նա անհետացել էր մի քանի օր առաջ Զվյոզնի ճամբարից։ Դեռահասին գլխատել էին, սեռական օրգանները հեռացված էին, ավելի քան 20 դանակի հարվածներ մարմնի վրա, որովայնի խոռոչը բացված էր։ Գլուխը ավելի ուշ կգտնեն թփերի մեջ։ Փորձագետները արձանագրեցին նաև սեռական բռնության հետքեր։ Անդրեյի ընկերներից մեկը, Բորիս Վորոնցովը, տեսել էր մի բարձրահասակ տղամարդու, ով ճամբարի ցանկապատի հակառակ կողմից խոսեցնում էր տղաներին և առաջարկում ծխախոտ։ Նա մանրամասն նկարագրեց կասկածյալին։ Բարձրահասակ, միջին տարիքի, դեմքին սպի, իսկ ձեռքին դաշույնի պատկերով դաջվածք, որի շուրջը փաթաթված օձ էր։ Դաջվածքի տակ գրված էր Ֆիշեր բառը, որը ենթադրաբար կարող էր լինել հանցագործի մականունը։
Վկայի ցուցմունքներից հետո ոստիկանությունը սկսում է ակտիվ որոնողական գործողություններ։ Տվյալները փոխանցվում են Մոսկվային եւ հարակից մարզերին, ստուգվում են գաղութների արխիվները եւ վերջերս բռնության համար ազատ արձակված անձանց ցուցակները։ Առանձին ուշադրություն է դարձվում նման մականուններով կամ դաշույնի պատկերով դաջվածք ունեցող անձանց։ Ավելի ուշ նույն վկան սկսում է հակասել իր ցուցմունքներին եւ մի պահի ուղակի խոստովանում է, որ Ֆիշերի մասին պատմությունը սուտ է։ Նրա խոսքով նման տղամարդ ընդհանրապես չի եղել։ Այդ ամենը նա հորինել էր վախի եւ հարցաքննությունների ընթացքում զգացած ճնշման ազդեցության տակ։ Դեռահասը հայտնվել էր ողբերգության կենտրոնում, զգում էր ընկերոջ մահվան հետ կապված ներքին պատասխանատվություն եւ փորձում էր քննությանը ներկայացնել կոնկրետ կերպար, որպեսզի իր ցուցմունքները հնչեն կարևոր եւ օգտակար։ Մականունը առաջացել էր հայտնի շախմատիստ Բոբի Ֆիշերի ազդեցությամբ։ Այդ տարիներին ամերիկացի շախմատիստը լայնորեն հայտնի էր եւ տղան որոշել էր նրա անունով հորինված պատմությունը դարձնել ավելի համոզիչ եւ հիշվող։ Սակայն այդ անունը արդեն տարածվել էր։ Ֆիշերի կերպարը սկսել էր ապրել ինքնուրույն։ 1980-ականների տեղեկատվական սահմանափակումների պայմաններում հանցագործի շուրջ ձևավորվել էր միֆ։ Մարդիկ քննարկում էին նրան փակ դռների հետևում։ Ծնողները վախեցնում էին Ֆիշերով երեխաներին։ Մանրամասները փոխանցվում էին բերանից բերան եւ ժամանակի ընթացքում լրացվում ենթադրություններով։ Քննությունը հայտնվում էր բարդ իրավիճակում։ Կային դաժան սպանություններ, բայց չկար իրական կասկածյալ։ Կար ֆոտոռոբոտ, բայց չկար անձ, որը նրան կհամապատասխանի։ Կար մականուն, բայց չկար հաստատված ինքնություն։ 1986 թվականի սպանություններից հետո գալիս է հարաբերական դադար։ Գործում առաջընթաց չկար։ Օպերատիվ աշխատանքները արդյունք չէին տվել։ Ստեղծվում է տպավորություն, թե հանցագործը ինչ-որ պատճառով դադարել է հարձակումներ գործել։ Սակայն 1989 թվականի սեպտեմբերի 23-ին անհետանում է 10 տարեկան Սերգեյ Ստրոկինը։ Նա պետք է մոր հետ մեկներ Մոսկվա եւ նախապես գնացել էր կայարան տոմս գնելու։ Տուն նա չի վերադառնում։ Սկսվում են որոնումներ, սակայն դեպքը անմիջապես չեն կապում 1986 թվականի սպանությունների հետ։ Տղայի դին հայտնաբերում են գրեթե 1 տարի անց։ Փորձաքննությունը ֆիքսում է նույն ձեռագիրը, բազմակիտ դանակահարություններ, խեղդամահություն եւ սեռական բռնության հետքեր։ Քննիչները հասկանում են, որ դաժան հանցանքների շարքը շարունակվում է։ Մոլագարը նորից ակտիվացել է։ Մահվան եղանակը, վնասվածքների բնույթը, զոհերի ընտրությունը մատնանշում են նույն անձին։ Սակայն գործերի պաշտոնական միավորումը դեռևս տեղի չի ունենում։ Սերիական մարդասպանի վերադարձը ընդունելը կնշանակեր ընդունել նախորդ քննության ձախողումը, իսկ սովետական միության համակարգը չէր սիրում նման սխալներ ընդունել։ А вот желание возникало что-то новое. До того, как вы нашли мальчики. То есть под этого искали мальчики. Или уже когда мальчики были? Нет, до этого. 1990 թվականի օգոստոսի 11-ին անհետանում է Սերգեյ Զախարենկովը։ Ավելի ուշ հաստատվում է նրա մահը, նախորդ դեպքերի հետ համընկնող նույնանման սցենարով։ Քննության համար արդեն ակնհայտ էր, որ խոսքը կայուն ձեռագիր ունեցող սերիական հանցագործի մասին է։ 1991 թվականի ամռանը Օդինցովոյի շրջանում հայտնաբերվում են միանգամից 2 դեռահասների՝ 14-ամյա Ռոման Դերգաչևի եւ 13-ամյա Ալեքսեյ Բուրյակովի մարմինները, որոնք անհետացել էին 1990 թվականի նոյեմբերի 6-ին։ Նրանց վերջին անգամ տեսել էին ավտոբուսի կանգառում։ Մարմինների հատվածները հայտնաբերվում են անտառային գոտում։ Վնասվածքները կրկին համընկնում են նախորդ դրվագների հետ։ Պատահականության վարկածը վերջնականապես մերժվում է։ 1991 թվականի աշնանը հայտնաբերվում է եւս մեկ զոհ՝ 13-ամյա Նիկիտա Բագդանով, ով եկել էր տատիկի մոտ, Գորկի 10 ավան։ Նրա մարմինը մասնատված էր, բայց այս անգամ փորձագետները տղայի մարմնի մոտ հայտնաբերում են մի տարօրինակ եւ սարսափեցնող բան՝ խոշոր աղով մշակված մաշկի կտոր։ Այս հանգամանքը շոկի է ենթարկում նույնիսկ փորձառու քննիչներին։ Առաջ է քաշվում վարկած, որ հանցագործը փորձարկումներ է անում եւ կարող է պահպանել մարմնի հատվածներ։
Օդինցովոյի շրջանում սկսվում է բացահայտ խուճապ։ Ծնողները դադարում են երեխաներին միայնակ դուրս թողնել։ Դեռահասները վախենում են գիշերվա ժամերին տուն վերադառնալ։ Հանցագործությունները տեղի են ունենում ամառանոցային ավանների եւ նախկին խորհրդային էլիտայի հետ կապված տարածքների հարևանությամբ, ինչը մեծացնում է հանրային արձագանքը։ Ֆիշերի մասին խոսակցությունները վերադառնում են նոր ուժով։ Քննության ներսում շրջանառության մեջ է մտնում մեկ այլ անվանում՝ ՈՒԴԱՎ։ Քննիչները ֆիքսում են խեղդամա անելու համակարգային կիրառումը, որպես զոհերի վերահսկման միջոց։ Գործերի միավորումից հետո քննությունը սկսում է լայնածավալ ստուգումներ։ Առաջին հերթին ստուգվում են ռեցիդիվիստները, սեռական հանցագործությունների համար նախկինում դատապարտված անձինք, հոգեբուժական դիսպանսերներում հաշվառված քաղաքացիները, ինչպես նաև նրանք, ովքեր նախկինում հայտնվել էին իրավապահների ուշադրության կենտրոնում բռնության դրվագներով։ Ստուգվում են տասնյակ հազարավոր մարդիկ։ Զուգահեռ բացահայտվում են այլ հանցագործություններ, սակայն հիմնական գործը շարունակում է մնալ առանց կոնկրետ արդյունքի։ Քննիչները ֆիքսում են հանցագործի մարտավարության փոփոխություն։ Եթե առաջին դեպքերում դիերը հայտնաբերվում էին համեմատաբար արագ, ապա ավելի ուշ նա սկսում է մասնատել զոհերին եւ թաքցնել աճյունները։ Դեռահասների անհետացման եւ մարմինների հայտնաբերման միջև անցնող ժամանակը մեծանում է։ Սա բարդացնում է ապացույցների հավաքագրումը եւ վերացնում թեժ հետքերը։ Ստեղծվում է տպավորություն, որ հանցագործը սովորում է եւ ադապտացվում։ Առաջ է քաշվում փակ տարածքի վարկածը։ Վնասվածքների բնույթը եւ մասնատման եղանակը հուշում են, որ գործողությունները կատարվել են ոչ թե անտառում, այլ վերահսկվող միջավայրում։ Քննությունը ենթադրում է, որ մարդասպանը կարող է ունենալ ավտոտնակ, նկուղ կամ մեկ այլ մեկուսացված տարածք, ինչպես նաև մեքենա, զոհերին եւ դիակներին տեղափոխելու համար։ Մի քանի դեռահասներ անհետացել էին ավտոբուսի կանգառների եւ կայարանների մոտ, ինչը ուժեղացնում է մեքենայի մասին վարկածը։ Առանձին ուշադրություն է դարձվում կտրվածքների ճշգրտությանը։ Փորձագետները նշում են, որ հանցագործը գործում է անատոմիայի որոշակի գիտելիքով։ Կասկածի տակ են հայտնվում նաև այն մարդիկ, ովքեր կապված են կենդանիների մորթի, մշակման կամ անասնաբուժության հետ, մսագործներ, սպանդանոցների աշխատակիցներ, տաքսիդերմիստներ, զոոտեխնիկներ։ Այս փուլում կարևոր է դառնում մաշկի հատվածի հայտնաբերումը։ Այն մշակված էր խոշոր աղով։ Փորձաքննությունը հաստատեց, դա անասնակերային աղ էր։ Սկսվում է մսի արտադրամասերի, սպանդանոցների, անասնաբուժական ֆերմաների եւ ձիաբուծական տնտեսությունների ստուգումը։ Քննիչների ուշադրության կենտրոնում է հայտնվում Մոսկվայի համար 1 ձիաբուծական ֆերման, որը գտնվում էր անհետացումների վայրերի մոտ։ Տարածքը մեծ էր, կային ավտոտնակներ եւ օժանդակ շինություններ։ Ձեռնարկությունը ստուգում են 2 անգամ։ Աշխատակիցների ցուցակները ուսումնասիրվում են, անցկացվում են զրույցներ, ճշտվում են ալիբիները, սակայն կոնկրետ կասկածյալ չի հայտնաբերվում։ Ավելի ուշ պարզ կդառնա, որ աշխատակիցներից մեկը պատահականությամբ չի ներառվել ստուգման շրջանակում, քանի որ փաստացի հաշվառված էր այլ վայրում, սակայն աշխատում էր հենց այդ ձիաբուծարանում։ 1992 թվականի սկզբին քննությունն ունի միայն ընդհանրացված նկարագիր։ Մինչև 35 տարեկան տղամարդ, բարձրահասակ, ֆիզիկապես ուժեղ, հավանաբար ապրում է կամ աշխատում Օդինցովոյի շրջանում, ունի ավտոմեքենա, ծանոթ է անատոմիային եւ ունի մուտք կենցաղային կամ արտադրական տարածքներ։ Հոգեբանական տեսանկյունից հակված է վերահսկողության, պլանավորման եւ դաժանության, սակայն անուն դեռ չկա։ А что, возникало такое желание убивать человека? Да, И давно оно возникало у вас? Стало возникать? давно, еще со школы. Еще со школы. 1992 թվականը սկսվում էր եւս մեկ անհանգստացնող դրվագով։ Ապրիլի 21-ից 22-ին անհետացել էր 14-ամյա Սերգեյ Պլյուխինը։ Նրա մարմինը հետագայում հայտնաբերվեց անտառային գոտում, խեղդամահության եւ բազմաթիվ դանակային վնասվածքների հետքերով։ Վնասվածքների կառուցվածքը եւ մարմնի նկատմամբ կատարված գործողությունները լիովին համընկնում էին նախորդ տարիների չբացահայտված սպանությունների ձեռագրին։ 1992 թվականի սեպտեմբերի 15-ին անհետանում են միանգամից 3 դեռահասներ՝ Յուրի Սիդյակինը, Վլադիսլավ Շարիկովը եւ Դենիս Եֆրեմովը։ Նրանք ապրում էին Գորկի 10 ավանում եւ հաճախ էլեկտրագնացքով գնում էին Մոսկվա, խաղային ավտոմատների սրահում խաղալու համար։
Այդ օրը ծրագիրը սովորական էր։ Ուղևորություն մայրաքաղաք, երեկոյան վերադարձ։ Սակայն տղաները տուն չվերադարձան։ Ծնողները դիմում են ոստիկանություն։ Սկզբում անհետացումը արտառոց չի թվում։ Դեռահասները երբեմն ուշանում էին, բայց օրեր անց պարզ է դառնում, սա ոչ փախուստ է, ոչ պատահականություն։ 2 շաբաթ անց սունկ հավաքողները անտառում հայտնաբերում են դիակներ։ Վնասվածքների բնույթը կասկած չի թողնում, ձեռագիրը նույնն է, մարմինները մասնատված են, արձանագրված են բռնության հետքեր։ Դաժանության ծավալը հերթական անգամ շոկի է ենթարկում բոլորին։ Եռակի սպանությունը նշանակում է էսկալացիա, հանցագործը գործում է ավելի ինքնավստահ ու ավելի ագրեսիվ։ Զոհերի շփման շրջանակի ստուգման ընթացքում հայտնվում է առաջին իրական արժեքավոր վկան։ Ժենյա անունով մի դեռահաս, որը սովորում էր նույն դպրոցում եւ հաճախ սպանված տղաների հետ գնում էր Մոսկվա։ Նա հայտնում է կարևոր մանրամասնություն։ Ժավոռնկի երկաթուղային հարթակից նրան ընկերների հետ մի քանի անգամ իր մեքենայով տուն է հասցրել իրենց ծանոթ մի տղամարդ, դյադյա Սիրոժան։ Ինքը Ժենյան այդ օրը տղաների հետ Մոսկվա չէր գնացել, քանի որ մայրը թույլ չէր տվել։ Քննության համար սա առաջին կոնկրետ ուղղությունն է տարիների ընթացքում։ Քննիչները պարզում են դյադյա Սիրոժայի ինքնությունը։ Դա Սերգեյ Գոլովկինն է, զոոտեխնիկ, առաջին կարգի սելեկցիոներ, Օդինցովոյի շրջանում գտնվող ձիաբուծարանի աշխատակից։ Նա համապատասխանում է նախկինում կազմված նկարագրին, ապրում եւ աշխատում է նույն տարածքում, ուներ ավտոմեքենա, կապված է անասնաբուծության հետ։ 6 տարվա ընթացքում առաջին անգամ քննությունը ստանում է ոչ թե մականուն կամ վերացական ֆոտորոբոտ, այլ կոնկրետ ազգանուն։ 1992 թվականի աշնանը եռակի սպանության գործով վկայի ցուցմունքներից հետո Գոլովկինը հայտնվում է կոնկրետ կասկածյալների շրջանակում։ Ձերբակալությունը իրականացվում է երկրորդական իրավական հիմքով, նրան 48 ժամով մեկուսացնելու նպատակով։ Այդ պահին նրա մասնակցությունը հաստատող ուղիղ ապացույցներ չկային։ Սերգեյ Գոլովկինը ձերբակալության պահին աշխատում էր Օդինցովոյի շրջանի համար 1 ձիաբուծարանում, որպես զոոտեխնիկ սելեկցիոներ։ Նրա պարտականությունների մեջ մտնում էին տոհմային կենդանիների հաշվառում, արհեստական սերմնավորում եւ սելեկցիոն վերահսկողություն։ Նա ուներ մասնագիտական կրթություն եւ պաշտոնապես բնութագրվում էր որպես կարգապահ աշխատակից։ Ինչպես արդեն նշել էի, ձիաբուծարանը նախկինում հայտնվել էր քննության տեսադաշտում, անհետացումների աշխարհագրական համընկնումների պատճառով եւ անասնակերային աղի հետ կապված համընկնումներով։ Ձեռնարկությունում անցկացվել էին առնվազն 2 ստուգում, ուսումնասիրվել էին աշխատակիցների ցուցակները, ճշտվել էին հաշվառման տվյալները, հավաքվել էին ալիբիներ, անցկացվել էին հարցաքննություններ։ Առաջին ստուգման ընթացքում առաջնահերթ ուշադրություն էր դարձվել մարզում գրանցված անձանց։ Գոլովկինը գրանցված էր Մոսկվայում, ինչի պատճառով դուրս էր մնացել ռիսկային խմբից։ Երկրորդ ստուգման ժամանակ նա աշխատանքի վայրում չէր գտնվել, ոտքի վնասվածքի պատճառով բուժման մեջ լինելու հիմքով։ Այդ հանգամանքները նրան փաստացի դուրս էին թողել ստուգման շրջանակից։ Խուզարկության ընթացքում ստուգվում է նրա ավտոտնակը, հայտնաբերվում է նկուղային տարածք, ներսում ֆիքսում են արյան հետքեր, գործիքներ, պարաններ, առարկաներ, որոնք համապատասխանում էին զոհերի պահման եւ վերահսկման վարկածին։ Տարածքի կառուցվածքը համապատասխանում էր քննության առաջ քաշած վարկածին, փակ վերահսկվող միջավայրի մասին, որտեղ կարող էին իրականացվել բռնի գործողություններ եւ մարմինների մասնատումներ։ Ապացույցների հայտնաբերումից հետո Գոլովկինը սկսում է ցուցմունքներ տալ։ Նրա մատնանշած վայրերում հայտնաբերվում են աճյուններ, այդ թվում նախկինում չբացահայտված դրվագների մասով։ Այդ պահից գործը ստանում է ուղիղ ապացուցողական հիմք, եւ տարիներ шарунակ անորոշ мնացած սերիան փաստացի капվում է կոնկրետ անձի հետ։ Душили веревкой как? Веревкой, руками. Вы можете показать, как это снимали? Обычный узел сделал веревкой, с 2 концами. Ты находился, значит, сзади, Я находился набрасывал петлю как? Через голову. То есть спереди. Да. Խոստովանական ցուցմունքներից եւ դրանց մանրակրկիտ ստուգումից հետո քննությունը կարողացավ վերականգնել գործողությունների ամբողջական սխեման։ Գոլովկինը չէր գործում հանկարծակի։ Նա ընտրում էր այն վայրերը, որտեղ դեռահասները հաճախ էին հայտնվում առանց մեծահասակների վերահսկողության՝ երկաթուղային հարթակներ, ավտոբուսի կանգառներ, գյուղական ճանապարհներ։ Թիրախը հիմնականում 10-ից 16 տարեկան տղաներն էին, որոնք վերադառնում էին տուն եւ փորձում էին մեքենա կանգնեցնել։
Նա հետևում էր նրանց վարքին գնահատում, ով է ավելի վստահող, ով է ավելի հեշտ մտնում զրույցի մեջ, հետո մոտենում էր առանց շտապելու։ Առաջին փուլը գրեթե միշտ խոսակցությունն էր։ Նա ներկայանում էր որպես օգնելու պատրաստ մեծահասակ կամ առաջարկում էր արագ գումար աշխատելու հնարավորություն։ Որոշ դեպքերում խոսքը գնում էր իբր պահեստից ինչ-որ բան վերցնելու կամ փոքր գողության մասին։ Սցենարը նույնն էր՝ շահույթի խոստում, հետո գաղտնիության պահանջ։ Այդ փուլում արդեն ձևավորվում էր մեկուսացումը, որը արվում էր տղաներին բեռնախցիկ նստեցնելու պահանջով, որպեսզի իբր պահակակետում չտեսնեն, որ մեքենայի մեջ մարդ կա։ Հետաքննության ընթացքում արձանագրվեց ևս մեկ կարևոր հանգամանք։ Նա օգտագործում էր արդեն շրջանառվող լեգենդը՝ Ֆիշերի մասին։ Մի շարք դեպքերում նա հենց այդ անունով էր ներկայանում, գիտակցաբար ուժեղացնելով վախը։ Նա հասկանում էր, որ լեգենդը արդեն ձևավորված է եւ այն դարձնում է իր գործիքը։ Այդպիսով վախը նախապես գոյություն ուներ, իսկ նա պարզապես ակտիվացնում էր այն, վերահսկողությունը խորացնելու համար։ Ավտոտնակի նկուղային հատվածը նա օգտագործում էր համակարգված։ Տարածքը թույլ էր տալիս մեկուսացնել զոհերին արտաքին աշխարհից։ Քննությունը պարզեց, որ տարածքը երկար ժամանակ օգտագործվել էր նույն նպատակով։ Սա պատահական վայր չէր, այլ վերահսկվող միջավայր։ Այն դեպքերում, երբ զոհերը մեկից ավելի էին, նա նրանց առանձնացնում էր միմյանցից, հերթականությամբ ենթարկելով բռնության։ Խոստովանական ցուցմունքներում նշվում է, որ երբեմն ստիպում էր մեկին հետևել մյուսի նկատմամբ կատարվող գործողություններին, այդ կերպ ուժեղացնելով հոգեբանական ճնշումը եւ լիակատար վերահսկողությունը։ Սա իր հերթին արդեն հոգեբանական ճնշման մեխանիզմ էր։ Նրա գործողությունները չէին սահմանափակվում միայն հարձակմամբ, կարևոր էր վերահսկողության պահպանումը մինչև վերջ։ Դատաբժշկական եզրակացությունները ցույց տվեցին, որ սպանությունները իրականացվում էին հաջորդական եւ կառուցված ձևով։ Սկզբում կիրառվում էր խեղդում, դիմադրությունը ճնշելու նպատակով։ Այնուհետև արձանագրվում էին դանակային վնասվածքներ, համարյա միշտ գոտկատեղից ներքև, աճուկային հատվածում, ինչը հաստատում էր կայուն սխեմայի առկայությունը։ Մահից հետո նա կախում էր դինկեռիկից ասես կենդանու մարմին եւ կտրում էր վիզը, առանձնացնելով գլուխը մարմնից։ Արյունը հավաքում էր մեծ թասի մեջ, ապա այն ենթարկում ջերմային ազդեցության, այդպես նա փորձում էր ոչնչացնել արյան հետքերը։ Այս գործողությունները վկայում էին ոչ թե քաոսային բռնության, այլ հետևանքների վերահսկման փորձի մասին։ Մարմինները տեղափոխվում էին անտառային հատվածներ, հաճախ մասնատված վիճակում։ Իր վկայություններում նա նույնիսկ ասել է, որ փորձել է մարդկային միս, սակայն այն իրեն դուր չի եկել։ Մեկ այլ դրվագում նա պատմել է, որ դեռահասների մազերը բառի բուն իմաստով սպիտակում էին դեռ կենդանության օրոք, երբ նրանք հասկանում էին, թե ինչ է իրենց հետ տեղի ունենալու։ Գործի նյութերում նշվում էր նաև, որ նա պահել էր զոհերից մեկի գանգը, այն օգտագործելով որպես ահաբեկման միջոց այլ զոհերի նկատմամբ։ Սա ցույց էր տալիս ոչ միայն դաժանություն, այլև կառուցված կրկնվող վարքային մոդել։ Գոլովկինի գործողությունները իմպուլսիվ չէին, դրանք փուլային էին՝ ընտրություն, վստահության ձևավորում կամ սպառնալիք, մեկուսացում, վերահսկողություն, հետքերի վերացում։ Սերգեյ Ալեքսանդրի Գոլովկինը ծնվել էր 1959 թվականի նոյեմբերի 26-ին Մոսկվայում։ Դատահոգեբուժական նյութերով եւ հետագա հարցաքննություններով նրա մանկությունը պաշտոնապես չէր բնութագրվել որպես բացահայտ քրեական վարքով ուղեկցված շրջան, սակայն ընտանիքում առկա էր լարված մթնոլորտ։ Նրա հայրը տառապում էր ալկոհոլիզմով։ Մայրը բնութագրվում էր որպես լուռ եւ սովորական կին։ 1969 թվականին ծնվեց նրա կրտսեր քույրը՝ Նատալյան։ Դստեր ծնունդից հետո ծնողների ուշադրությունը մեծապես կենտրոնացավ նրա վրա։ Գոլովկինի ցուցմունքներով հայրը նրան ստիպում էր սառը ցնցուղ ընդունել, ինչի պատճառով նրա մոտ առաջացավ ֆոբիա։ Նա սկսեց խուսափել լոգանք ընդունելուց։ Հայրը նաև կիրառում էր ֆիզիկական եւ հոգեբանական բռնություն, վիրավորում էր, ծեծում վատ գնահատականների համար եւ նվաստացնում այլ մարդկանց ներկայությամբ։ Ըստ որոշ ցուցմունքների նա հաճախ քնել էր ծնողների սենյակում, ինչը հետագայում դիտարկվել էր որպես անձնական սահմանների ոչ հստակ ձևավորվածության ցուցիչ։ Մանկության տարիներին նա ունեցել էր առողջական խնդիրներ, այդ թվում գիշերամիզություն, որը նրա համար դարձավ նաև սոցիալական լարվածության աղբյուր։ Նա հաճախ դասերի ընթացքում ֆիզիկապես զսպում էր միզարձակումը, քանի որ վախենում էր ուսուցչից թույլտվություն խնդրել դուրս գալու համար։
Դասընկերները նկատում էին նրա անհարմար վարքը եւ սկսում էին ծաղրել նրան։ Այդ դեպքերը նրա մոտ ձևավորեցին թշնամանքի զգացողություն, որը հետագայում ուղեկցվում էր դասընկերների նկատմամբ դաժան եւ բռնի ֆանտազիաներով։ Դպրոցում նա չէր դիտարկվել որպես ագրեսիվ կամ կոնֆլիկտային աշակերտ։ Բնութագրերում նշվել էր, որ նա լրակյաց էր, փակ, քիչ էր շփվում հասակակիցների հետ։ Միաժամանակ վատ սովորող չէր։ Դպրոցն ավարտել էր արծաթե մեդալով եւ հետագայում ընդունվել էր Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա։ Միևնույն ժամանակ իր հետագա ցուցմունքներում նա նշել էր, որ դեռ պատանեկության շրջանում իր մոտ ձևավորվել էին վերահսկման եւ ֆիզիկական բռնության հետ կապված կայուն ֆանտազիաներ։ Նաև կային տվյալներ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին։ Դատական նյութերում նշվում էր, որ դեռ պատանեկության շրջանում նա խեղդել եւ մասնատել էր անտուն կատվի, ինչպես նաև եփել էր ակվարիումի ձկներին։ 1970-ականների վերջում նա ենթարկվել էր ծեծի մի խումբ դեռահասների կողմից։ Ստացած վնասվածքների հետևանքով կորցրել էր մի քանի ատամ։ Գործի նյութերում նշվում էր, որ ծեծը տեղի էր ունեցել երկաթուղային գծերի մոտ։ Դրանից հետո նա բազմիցս վերադարձել էր նույն տարածք պատրաստված վիճակում, ենթադրաբար սառը զենքով, ցանկանալով հանդիպել իրեն վիրավորողներին եւ վրեժ լուծել, սակայն այդ հանդիպումը երբեք տեղի չունեցավ։ Հոգեբանական վերլուծությամբ նշվել էր, որ այդ չլուծված ներքին խնդիրը խոր ազդեցություն ունեցավ նրա վարքի վրա։ Հետագայում նրա զոհերի ընտրության մեջ նկատվում էր հակում դեպի արտաքինից ավելի համարձակ, ակտիվ եւ ռիսկային վարքով դեռահասներ։ Ձերբակալությունից եւ խոստովանական ցուցմունքներից հետո Գոլովկինը ուղարկվում է դատահոգեբուժական փորձաքննության։ Մասնագետները արձանագրում են արտահայտված անձնային խանգարումներ եւ սադիստական հակումներ, սակայն ճանաչում են նրան մեղսունակ։ Նա գիտակցել էր իր գործողությունների բնույթը, պլանավորել էր հանցագործությունները եւ միջոցներ էր ձեռնարկել հետքերը թաքցնելու համար։ Անմեղսունակ ճանաչելու հիմքեր չէին հայտնաբերվել։ Դատավարությունը անցնում է փակ ռեժիմով։ Որոշումը հիմնավորվում է հանցագործությունների ծանրությամբ եւ զոհերի հարազատներին ավելորդ հրապարակայնությունից պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Գործի նյութերը կազմում էին տասնյակ հատորներ, սակայն դատական քննությունը տևում է համեմատաբար կարճ ժամանակ։ Մեղադրյալը ընդունում է մեղքը եւ իրեն պահում է հանգիստ։ Դատարանը նրա գործողությունները որակում է որպես անչափահասների նկատմամբ բռնաբարություն եւ սպանություն, ծանրացուցիչ հանգամանքներով։ Վճիռը մահապատիժ գնդակահարությամբ։ Այդ ժամանակ Ռուսաստանի օրենսդրությամբ մահապատիժը դեռ կիրառվում էր։ Վճիռը կայացվում է քաղաքական լայն փոփոխությունների ֆոնին։ Երկիրը անցնում էր ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված վերափոխումների փուլով։ Ուժային կառույցների բարեփոխումներ էին իրականացվում, իսկ հասարակության մեջ առկա էր հանցավորության աճին կոշտ արձագանքի պահանջ։ Մեդիա դաշտում գործը ներկայացվում էր որպես պետության պայքարի օրինակ, առանձնապես ծանր հանցագործությունների դեմ։ Դատավճիռը իրականացվում է 1996 թվականի օգոստոսի 2-ին։ Այն տեղի է ունենում Ռուսաստանում փաստացի մահապատժի մորատորիումից, այսինքն մահապատիժներ իրականացնելու արգելափակումից ընդամենը 2 ամիս առաջ։ Գոլովկինը համարվում է Ռուսաստանում վերջին մահապատժի ենթարկված անձը։ Ֆիշերի գործը դարձավ ոչ միայն մեկ սերիական մարդասպանի պատմություն, այլ մի ամբողջ ժամանակաշրջանի հայելի։ 80-ականների վերջը եւ 90-ականների սկիզբը նշանավորվեցին ինստիտուցիոնալ ճգնաժամով եւ իրավապահ համակարգի անգործությամբ։ Յուրաքանչյուր դրվագ դիտարկվում էր առանձին, յուրաքանչյուր անհետացում որպես մեկ այլ ողբերգություն։ Ամբողջական պատկերը ձևավորվեց միայն այն ժամանակ, երբ զոհերի թիվը արդեն անցել էր այն սահմանը, որից հետո լռել հնարավոր չէր։ Գոլովկինի ձերբակալությունը իրավապահների համար կարևոր արդյունք էր, բայց այդ արդյունքը ձեռք բերվեց ոչ թե արագ եւ համակարգված արձագանքով, այլ կուտակված բացթողումների գնով։ Հետաքննությունը բացահայտեց պարզ, բայց ծանր փաստ։ Սերիական հանցագործությունները հազվադեպ են սկսվում առանց նախանշանների։ Առաջին դեպքերում արդեն կային ազդակներ, վկաների նկարագրություններ, գործողությունների կրկնվող կառուցվածք, մասնագիտական հմտությունների հետքեր, սակայն դրանք երկար ժամանակ չդարձան միասնական վարկածի հիմք։ Այս պատմությունը ավարտվեց դատավճռով եւ մահապատժով, սակայն այն թողեց ավելի լայն հարցեր։ Հնարավոր էր կանգնեցնել նրան 1986-ին կամ 1989-ին,
Թե միայն 1992 թվականի եռակի սպանությունը ստիպեց տեսնել ամբողջական պատկերը։ Պատասխանը մինչ օրս միանշանակ չէ, բայց մի բան հստակ է. տանխումը սկսվում է ոչ թե վերջին զոհից հետո, այլ առաջին ազդանշանից։ Եվ երբ այդ ազդանշանը անտեսվում է, պատմությունը շարունակվում է իր ամենամութ ուղղությամբ։